Ելենա Արշակյանի «Հարսնաձորի լեգենդը» հեռուստասերիալի նկարահանումները շարունակվում են։ Հեռուստասերիալում թեժ ու լարված իրադարձություններ են։ Հեռուստասերիալում նկարահանվող դերասանները մինչև ուշ գիշեր նկարահանվում են, որպեսզի հեռուստադիտողները կարողանան վայելել իրենց սիրված հեռուստասերիալի հերթական սերիաները։ Հեռուստադիտողները շունչները պահած սպասում են, թե ինչ է լինելու հեռուստասերիալի հետագա սերիաներում։ Ինչպես պարզ դարձավ հեռուստասերիալի այսօրվա սերիայից, Սաքոյին հաջողվեց Հայկին խաբել։ Հայկը Նարեի մոտ հայտնաբերել էր հոր ժամացույցն ու նրա համար դարձավ պարզ, որ Սաքոն որևէ կապ ունի հոր հետ, ու որոշեց պարզել, թե ինչ կապ ունի։ Բայց դե Սաքոն միամիտ չէ ու նրան հաջողվեց խաբել Հայկին։ Իհարկե դեռ հարց է Հայկը հավատաց այդ ամենին, թե ոչ։ Իհարկե դեռ հարց է Հայկը հավատաց Սաքոյի ստերին, թե ոչ, բայց միևնույն է Սաքոն Հայկին ասաց, որ այդ ժամացույցը գտել է այն օրը, երբ իմացել է այդ լուրն ու Լալային տանից դուրս արել, դա գտել է քրոջ սենյակից։ Իհարկե հեռուստադիտողները գիտեն, թե որտեղից է այդ ժամացույցը Սաքոյի մոտ, այդ մասին պարզվելու է ավելի ուշ, բայց մինչ այդ հետաքրքիր զարգացումներ դեռ առջևում են։ Քաջիկն էլ դստեր կորստից հետո մեղքի զգացումով է ապրում և որոշել է բացահայտել այդ գաղտնիքը, որպեսզի սրտում ծանրություն չմնա։ Իհարկե Սաքոյ սպառնալիքներին, միևնույն է, նա Արմոյին ասում է այն ճշմարտությունը, որը Սաքոյին գցելու է Արմոյի ճանկը։ Այսուհետ Արմոն, այսպես ասած, իր ձեռքին խաղաքարտ ունի ու ցանկացած ժամանակ Սաքոյին խաղաքարտով սպառնալու է։ Որպեսզի այդ գաղտնիքը չբացահայտվի, Արմոն ցանկանալու է ամուսնանալ Նարեի հետ։ Սաքոն էլ ամեն ինչ անելու է, որպեսզի Նարեն ու Արմոն միասին լինեն։ Իհարկե Նարեն դեռ պայքարելու է իր իրավունքների համար, իբրև ուժեղ աղջիկ, բայց որքան, չէ՞ որ երբ հարցը դրվի ծնողի անվտանգությունը, հավանաբար Նարեն ընդառաջ կգնա։ Բայց այստեղ Հայկի հարցն է գալիս, արդյոք Հայկը կթողի, որ Նարեն ամուսնանա Արմոյի հետ, թե կբացահայտի այնպիսի գաղտնիքներ, որոնք կօգնեն Նարեին։ Մինչ կբացահայտվեն այս ու այլ շատ հետաքրքիր գաղտնիքներ, միացեք մեր ալիքին, դիտեք մեր կողմից պատրաստված տեսանյութերը, որոնք լի են լինելու հետաքրքիր բացահայտումներով ու հետաքրքիր նորություններով։ Տեսանյութի մեկնաբանություններ բաժնում չմոռանաք գրել ձեր կարծիքը հեռուստասերիալի, հեռուստասերիալում նկարահանվող դերասանների մասին, գրեք նաև, թե որ դերասանի կամ որ դերասանուհու մասին կցանկանայիք ավելի շատ տեղեկատվություն ստանալ, գրեք նաև, թե այս հեռուստասերիալում որ կերպարին եք ամենաշատը հավանում։ Նշենք, որ շատ շուտով հեռուստասերիալի դերասանական կազմին է միանալու նոր դերասանուհի, իսկ այդ մասին մի փոքր ավելի ուշ։ Ում եք ցանկանում տեսնել այս հեռուստասերիալում, որ դերասանուհուն, ինչ եք կարծում, ինչ կերպարով է հանդես գալու նոր դերասանուհին, դրական թե բացասական։ Մանրամասները մի փոքր ավելի ուշ։ Վռամի կերպարը հեռուստասերիալի սկզբում ներկայացվում էր որպես բացասական, չարացած կերպար։ Դա բնական էր, քանի որ նա կորցրել էր իր ավագ եղբորը և բնականաբար չարացել էր ոչ միայն Հայկի, այլև ողջ աշխարհի հանդեպ։ Բայց հիմա, երբ նա շփվում է քրոջ Նարեի հետ, հեռուստադիտողներն ուղղակի հիացմունքով են դիտում այդ կերպարը և ցանկանում նրան տեսնել հեռուստաէկրաններին, մշտապես, բայց դրական կերպարներով։ Հեռուստադիտողները հավանում են նաև Արմոյի խաղը, նկատելով, որ նա բացասական կերպարի համար չէ, նրա դեմքը դրական է ու ցանկանում են նրան այլ կերպարով տեսնել այլ հեռուստասերիալներում և իհարկե դրական կերպարով։ Մեր հասարակությունը երբեմն դերասանին ու կերպարը նույնացնում են, այդ պատճառով կերպարին բացասական մեկնաբանություններ են գրում և իհարկե դերասանին անձնական վիրավորանքներ հասցնում։ Երբեմն անձնական վիրավորանքներն անցնում են չափի սահմաններն ու դերասանները ստիպված են լինում սոցիալական ցանցի իրենց էջերում տեղեկացնել կամ զգուշացնել, որ պետք չէ թիրախավորել անձը։ Դրանք կերպարներ են, որոնք իրենց վստահել են հեռուստասերիալի ստեղծագործական թիմի անդամները, և քանի որ կերպարը սիրված է, նշանակում է նրանք հաջողել են, լինի դրական թե բացասական։
Դե ինչ սպասում ենք ձեր կարծիքներին ու ձեզ ասում բարի դիտում։ Հասցրել եք դիտել այսօրվա սերիան, եթե այո, ապա գրեք ինչ կարծիքներ ունեք և գրեք վերջապես, թե երբ է Հայկը իմանալու հոր մահվան մասին։